Hello and welcome to CivilNet. Բարև ձեզ եւ բարի գալուց Civilnet։ Ես հաղորդավարն եմ Փոլ Վարդան Սուքեսյանն եմ։ Այսօր պատիվ ունենք Civilnet-ի ստուդիայում հյուրընկալելու Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։ Նա ներկայում ղեկավարում է ֆրանսիացի խորհրդականների եւ տեխնոլոգիական ոլորտի առաջատարների պատվիրակությունը Հայաստանում։ Բարի գալուց Civilnet։ Bienvenue à CivilNet. Շնորհակալություն։ Of course, thank you for taking time out of your Շնորհակալություն, որ ձեր հագեցած օրակարգում ժամանակ գտաք մեզ հյուրընկալվելու համար։ Դուք Հայաստանում եք երկու կարևոր իրադարձություններից առաջ, որոնք մայիսին պետք է անցկացվեն այստեղ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որտեղ կհավաքվեն եվրոպական երկրների առաջնորդները, նաև առաջին անգամ կայանալիք Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովը։ Ինչ առաջնահերթություններ ունի Ֆրանսիան այս գագաթնաժողովների նախաշեմին եւ ինչ դեր է խաղում Փարիզը դրանց օրակարգերի ձևավորման մեջ։ Paris playing and shaping their agendas. So the European political community is Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը շատ կարևոր իրադարձություն է։ Մայիսի սկզբին Հայաստանը կարելի է ասել կհայտնվի Եվրոպայի ուշադրության կենտրոնում։ Սա մի ձևաչափ է, որը ստեղծվեց Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո 4 տարի առաջ, որպեսզի եվրոպական մայրցամաքի առաջնորդները միասին քննարկեն իրենց առջև ծառացած ռազմավարական խնդիրները, կապակցվածության հարցերը եւ կոնկրետ համագործակցային ծրագրեր, օրինակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Վերջին տարիներին նման գագաթնաժողովներ անցկացվել են Կոպենհագենում, Մոլդովայում, Ալբանիայում եւ կարծում եմ Հայաստանի համար սա մեծ իրադարձություն է, որ այն տեղի ունենա Երևանում, ընդգծելով Հայաստանի աշխարհաքաղաքական կարեւորությունը։ Միաժամանակ մենք կունենանք նաեւ նախագահ Մակրոնի առաջին պետական այցը Հայաստան, ինչը լավ հնարավորություն է ավելի խորացնելու մեր երկրների միջև արդեն իսկ շատ ամուր պատմական, մշակութային, տնտեսական եւ պաշտպանական կապերը։ Նախագահ Մակրոնը եւ վարչապետ Փաշինյանը կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր, շարունակելու Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերությունների խորացումը։ Կկայանա նաեւ Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովը, որը եւս հնարավորություն կտա զարգացնելու ԵՄ-Հայաստան կապերը։ Այսպիսով, սա իսկապես կարևոր պահ է Ֆրանսիայի, Եվրոպայի եւ Հայաստանի հարաբերությունների համար, եւ մենք մեծ սպասումով ենք մոտենում դրան։ between Europe and Armenia, and we're looking forward to it. Yeah, it's going to be really interesting and fantastic. Այո, շատ հետաքրքիր կլինի այսքան առաջնորդների հյուրընկալումը Հայաստանում եւ նրանց մեր երկիրը ցույց տալը։ Այս գագաթնաժողովները նշանակում են որակական փոփոխություն Հայաստան-ԵՄ հարաբերություններում, թե այս փուլում ավելի շատ խորհրդանշական նշանակություն ունեն։ Relations, or are they kind of more symbolic at this point? No, I think it's an important step. Կարծում եմ, սա կարևոր քայլ է։ Ֆրանսիան միշտ էլ սերտ հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ, հատկապես վերջին տարիներին, պատերազմների եւ ճգնաժամերի պայմաններում։ Մենք զարգացրել ենք պաշտպանական համագործակցությունը, թե տեխնիկայի, թե խորհրդատվության, թե տեղեկատվության ոլորտներում։ Մեր դեսպանությունում ստեղծվել է ռազմական կցորդի պաշտոն, ինչը նախագահ Մակրոնի համար առաջնահերթություն էր։ Այսօր նաեւ տեսնում ենք, որ Եվրոպայում կա բավականին լայն աջակցություն Հայաստանին։ Օրինակ, երբ հանդիպում էի հայ գործընկերների ներկա էր նաև Լիտվայի փոխարտգործնախարարը։ Բալթյան երկրներն ու Լեհաստանը շատ ակտիվ են, օրինակ օտար միջամտության, կիբերսպառնալիքների եւ ընդհանրապես հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, որոնց զբաղվում է Հայաստանը, ինչպես շատ առաջնագծային ժողովրդավարություններ։ Վերջին տարիներին աշխատել եմ նաեւ Մոլդովայի նման երկրների հետ, որոնք փորձում են առաջ տանել բարեփոխումները, ժողովրդավարացումն ու հակակոռուպցիոն պայքարը։ Բնականաբար կան պետություններ, որոնց դուր չի գալիս այս ուղղությունը, եւ այդ պատճառով շատ կարեւոր է, որ մենք կողք կողքի կանգնենք այն երկրների հետ, որոնք ընտրել են այդ ճանապարհը։ Who are working in that direction. Ֆրանսիան եղել է Հայաստանի ամենատեսանելի գործընկերներից մեկը։ Ինչ կոնկրետ ռազմավարական նպատակներ ունի այսօր Փարիզը Հայաստանի հետ հարաբերություններում։ I will tell you first that Երբ ֆրանսիացի ես եւ գալիս ես Հայաստան, դա իսկապես առանձնահատուկ զգացողություն է։ Սա շատ յուրահատուկ հարաբերություն է մարդկանց միջև կապերի, ընտանեկան եւ պատմական հարուստ ժառանգության շնորհիվ։ Սա իմ առաջին այցն է Հայաստան եւ երեք այցելեցի ցեղասպանության թանգարան։ Դա շատ կարեւոր եւ հուզիչ փորձառություն էր, բայց այս հարաբերությունները նաեւ ապագայի մասին են։ Ինձ հետ են տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ։ Հայաստանը շատ հետաքրքիր նորարարական միջավայր ունի, հատկապես արհեստական բանականության ոլորտում։
Երեք այցելեցի Pixart, մասնակցեցի մրցանակաբաշխության, որտեղ ընտրվեցին 3 հայկական ստարտափներ Ֆրանսիայում կայանալիք Viva Tech-ին մասնակցելու համար։ Եթե նայենք Հայաստանի վերջին տարիների տնտեսական աճին, ապա սա հիանալի հնարավորություն է երկկողմ համագործակցության համար։ Եթե ցանկանում ենք, որ Եվրոպան կարողանա ինքնուրույն գործել եւ դառնալ ուժեղ դերակատար, պետք է աջակցենք նորարարությանը, պաշտպանության, տիեզերքի, արհեստական բանականության, քվանտային եւ կանաչ տեխնոլոգիաների ոլորտներում, եւ այստեղ Հայաստանը կարող է կարևոր գործընկեր լինել։ We can work together in shaping them. And in recent years, as you said, we've gone through some very... Վերջին տարիները ծանր էին, բայց այդ ներուժը հատկապես AI-ի ոլորտում մեզ մեծ հույս է տալիս։ Վերջերս նաև հանդիպում եղավ Փաշինյանի եւ Պուտինի միջև եւ կա մտահոգություն, որ Ռուսաստանը կարող է տնտեսական ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Ինչպես է Ֆրանսիան գնահատում այս իրավիճակը։ view this situation. Let's be clear. Պարզ ասեմ, Հայաստանի ապագան որոշելու իրավունքը պատկանում է հայ ժողովրդին, ոչ հարևաներին, ոչ Ռուսաստանին վերապահված չէ այդ ընտրության վրա վետո դնել։ Մենք լինելու ենք Հայաստանի կողքին այն ճանապարհին, որը նա կընտրի։ Հայաստանը ձգտում է խաղաղության, հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կապերի զարգացման, եւ դա լիովին բնական եւ օրինական մոտեցում է։ Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին նաեւ այս ուղղությամբ՝ դիվանագիտության եւ խաղաղության հաստատման հարցում։ Well, the point of worry that Շատերի մոտ կա մտահոգություն, որ թեև Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, Ռուսաստանը աշխարհագրորեն շատ ավելի մոտ է։ Որքան հեռու կարող է գնալ Փարիզը, եթե լարվածությունն աճի։ tensions with Russia escalate further. No, but look, I don't want to speculate on a scenario like this. Չեմ ցանկանում նման սցենարների մասին ենթադրություն անել։ Իրականում ոչ ոք Հայաստանից չի պահանջում ընտրություն կատարել այս կամ այն երկրի միջև։ Հարցն այն է, թե ինչպիսի ապագա է ցանկանում Հայաստանը։ Մենք շարունակելու ենք աջակցել վիզաների ազատականացման գործընթացին, տնտեսական եւ մշակութային կապերի խորացմանը, եւ իհարկե Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին, ինչպես դա արդեն ապացուցել է։ In the past. Let's try and look ahead 5 years more. Եթե փորձենք նայել առաջ, 5 տարի հետո, ինչ գործողություն եք պատկերացնում։ And the EU hope to have with Armenia at that point. Yeah, well, first, I mean, as I mentioned, we will be signing this strategic partnership. Ինչպես նշեցին, նախագահ Մակրոնի պետական այցի ընթացքում կստորագրվի ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի բոլոր ոլորտներում։ Մենք կխորացնենք քաղաքական եւ դիվանագիտական երկխոսությունը, կմոտեցնենք նորարարական էկոհամակարգերը։ Ես կցանկանայի տեսնել ֆրանս-հայկական ստարտափներ, որոնք հաջողություն կունենան միջազգային մակարդակում։ Պաշտպանական համագործակցությունը եւս կշարունակվի, իսկ ԵՄ մակարդակով հնարավոր է ավելի խոր ինտեգրում, առևտրի, մարդկանց ազատ տեղաշարժի եւ վիզաների ազատականացման միջոցով։ Ամենակարևորը, մենք կաջակցենք Հայաստանին տարածաշրջանային ինտեգրման, խաղաղության եւ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ երկաթուղային նախագծերի միջոցով։ Ֆրանսիան կմասնակցի այս նախագծերին, նպաստելով Հայաստանի ինտեգրմանը տարածաշրջանում։ Մենք լինելու ենք Հայաստանի եւ Եվրոպայի համատեղ դրական, արդյունավետ եւ բարեկեցիկ ապագայի ձևավորման կողքին։ Positive, a fruitful, a prosperous future for Armenia and Europe. Well, Mr. Haddad, we're very excited to see Պարոն Հանդատ, շնորհակալություն։ Մենք մեծ հետաքրքրությամբ սպասում ենք առաջիկա զարգացումներին։ our future cooperation together. So thank you so much for joining Thank us. you and for having telling me. us about it. Thank you. And thank Եվ շնորհակալություն ձեզ, որ հետևեցիք Սվիլնեթին։